Պարոն Նահապետյան, տեսեք, միշտ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիա չկա, արմատախիլ է արվել։ Մենք նկատում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի շարք գործերով անցնում են նաև իշխանության տարբեր շրջանակներ, այդ թվում եւ օրինակ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետը բազմաթիվ անգամներ հակակոռուպցիոն գործողություններ է իրականացրել Երևանի քաղաքապետարանում, պետեկամուտների կոմիտեում։ Հիմա այստեղ հակասություն կա թե չկա եւ նաեւ Էջմիածնի նախկին քաղաքապետը հակակոռուպցիոնում քննվող քրեական գործը համարել է շոու։ Ինչ եք շոու անում ըստ Յաննա Գասպարյանի։ Ես դատավարության մասնակիցների մեկնաբանությունը չեմ պատրաստվում հիմա ինքս մեկնաբանել, դրա համար կա դատական պրոցեսներ, դուք էլ կարող եք այդ դատական պրոցեսներին մասնակցել, քանի որ ըստ էության հրապարակային է, եւ յուրաքանչյուր անգամ համոզվեք, թե արդյոք իրավական առումով հակակոռուպցիոն կոմիտեն ճիշտ է մեկնաբանել դեպքի հանգամանքները, թե ոչ, եւ արդյոք ձեր ասացի նման այնտեղ ունենք շոու։ Ինչ դա Յաննան է ասել, Գասպարյան ինքն է որակումը տվել։ Եվ երկրորդ հարցը, ինչպես գիտենք, տևական ժամանակ է նպատակ է դրվել իշխանությունը նպատակը դրել կաթողիկոսին փոխել։ Դուք ինչպես եք վերաբերում այս գործողություններին։ Օրինակ ըստ ով է Հայաստանի ով է ամենայն հայոց կաթողիկոսը։ Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանում, խնդրում եմ նմանատիպ հարցերից 1700-ամյա հավատի մասին Էջմիածնի են ուզում տանեն, ինչ եք անելու որպես եթե ունեք հարցեր իրավական բլոկի պատասխանատու, ինչպես է կանխելու այդ Էջմիածնի գանձերը չտանեն ստեղից։ Ժողովուրդ, եթե ունեք իրավական հարցեր հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի պատասխանեմ, եթե ոչ, ավարտենք հարցազրույցը։ Հայկ Կոնջորյանի առանձնատան մասով եւս ստուգողական գործողություններ իրականացվում, որ առանձնատուն է ձեռք բերել Աբովյանում շուկայականից ցածր գնով, այս մասով ինչ կա։ Այս մասով եւս ստուգողական գործողություններ ենք կատարում, բարձում ենք, թե մյուս սեփականատերերը կոնկրետ ինչ արժեքով են այդ բնակարանները ձեռք բերել, եթե ունենանք ձեր ասացի նման էական շուկա տարբերություն գնային պարոն Կոնջորյանի ձեռքբերածի եւ մյուս քաղաքացիների ձեռքբերածի մասով, ապա համապատասխան իրավական գնահատական Ես չեմ լսում ձեզ։ Առանձնատունը 2024 թվականին գնվել էր 54 միլիոն դրամով, մինչդեռ նմանատիպ գույքը շուկայական արժեքը մոտ 75.6 միլիոն դրամ է կազմում։ Հիմա այս մասով Կոնջորյանը հրավիրվել է օրինակ ինչ-որ ձևով հարցակցություն, ինչ կարգավիճակ ունի։ Ինչ է միջև հիմա բացահայտվել, որովհետև մեկ ամսից ավել է փաստորեն գործը քննություն է ընթանում եւ ասում եք ստուգողական աշխատանքներ շարունակվում են։ Գործի քննություն չունենք, մենք ունենք ստուգողական գործողություններ, որի ընթացքում հարցաքննություն չի կատարվում։ Իսկ ձեր նշած շուկայական արժեքը, որ ըստ էության տարբերություն եք ֆիքսել, մենք պետք է պարզենք կոնկրետ կառուցապատողի մասով, թե արդյոք այդ կառուցապատողի մոտ գնային, տարբերակված մոտեցում այս դեպքում կամ մեկ այլ դեպքում ունեցել ենք թե ոչ։ Պարոն Նահապետյան, բայց տեսեք, երբ որ հարցնում ենք ով է ամենայն հայոց կաթողիկոսը, դրա քաղաքական հարցը ո՞րն է։ Նորից ասացի, որ քաղաքական բնույթի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ժողովուրդ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների չբխող որևէ հարցի այս բանին չեմ պատասխանում։ Ուժեղ Հայաստան կուսակցության այդ ուսման վճարների մասին միատեսանյութ կար։ Դրա հետ կապված ինչ քայլեր է իրականացրել միջև այս պահ հակակոռուպցիոն կոմիտեն։ Այդ տեսանյութը եւս ուսումնասիրվում է։ Իսկ ինչու է կներեք Սյունիքին ասում եք ուսումնասիրվել է, ուժեղ Հայաստանին ասում եք ուսումնասիրվել է, իմ քայլը հիմնադրամի հետ կապված կաշկանդվածություն ինչով է Բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Բավարարված եք հարցի պատասխանից։ Այո, բոլոր դեպքերում ուսումնասիրվում է։ Պարոն Նահապետյան, դուք ասացիք, որ նաև մամուլից կարող եք այսպես խնդիրների մասին նյութեր ուսումնասիրություն դարձնել։ Վերջին շրջանում շատ այսպես հիմնախնդիր է դարձել քաղաքապետարանի արած, գուցե առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, որ ձեր ոլորտին չի վերաբերում, բայց խոսվում այն մասին, որ բավականին այսպես կոռուպցիոն երևույթներ կան, անորակ գործ է արվել եւ այլն, այսինքն մարդիկ քաղաքացիները հարկերը վճարել են, այսպես ասֆալտին են տվել, ջրին են տվել եւ այլն։ Այս մասով հակակոռուպցիոն կոմիտեում Երևանի քաղաքապետի կամ այլ աշխատակիցների պատասխանատուների մասով խնդիր չի տեսնում, որ այսպես անորակ աշխատանքի արդյունքում մեր գումարները պարզապես մսխվում են։ Ես հիմա չեմ կարող հիշել թե ձեր ասածը կոնկրետ որ դեպքի մասով է, բայց մենք բազմաթիվ քրեական վարույթներ ունենք, երբ որ անորակ շինարարության, ճանապարհաշինության, դպրոցաշինության եւ այլնի հետ կապված ունենք
նախաձեռնված վարույթներ, ունենք կոնկրետ քերական հետապնդումներ եւ նույնիսկ ունենք ավարտված, դատարան ուղարկված քերական վարույթներ, այսինքն այս դեպքում մենք ապացույցների համակցությունը գնահատելով կոնկրետ քերական հետապնդումներ ենք գնում կամ գնահատում ենք, որ հիմքեր չունեն քերական հետապնդումների։ Յուրաքանչյուր դեպքում նորից եմ ասում, իր առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված համապատասխան իրավական որոշումներ են։ Հիմա քանի որ շատ առանձնահատուկ էր այս պատմությունը, դա կարող է ուսումնասիրության առարկա դառնալ այն նախորդները, որ ասում եք։ Ես ձեր նկարագրած դեպքը չկարողացա մտաբերել, դրա համար հարցին հստակ չպատասխանեմ։ Քանդված են եւ աղմուկը դա է, որ փոսեր են եւ այլն, այսինքն աղմուկ խնդիր, ձեր մեքենա չի, այսպես այդ խնդրին չի առասել։ Ո՞ց մեջ չի գործընկեր ես ասած։ Այսինքն այս աղմկահարույց, այս ասֆալտապատման, այսպես ակնարկում են փողերի լվացման մասին։ Այսինքն ով է գերել ասֆալտը Երևանի, այլ խոսքով կներեք։ Աղն է կերել։ Իսկ հնարավոր չի որ բնական պայմաններում այդ ասֆալտի վրա փոսեր առաջանան։ Չէ, անգամ հավելում քաղաքապետը ասում է բիտում առանց բիտումի ասֆալտ է։ Եթե ունենում են կոնկրետ ճանապարհահատված, ես չասեմ ամբողջ քաղաքի մասով, եթե ունենում են կոնկրետ ճանապարհահատված ու ունենում են անորակ աշխատանք, այս դեպքերով բնականաբար ուսումնասիրություններ կատարվում են եւ կունենան քերական վարույթներ ու քերական հետապնդումներ, բայց ես չեմ կարող ասել որ ճանապարհահատվածի մասն է խոսքը։ Եվ խնդրում եմ վերջին հարցադրումը վերջերս մեղադրանք առաջադրվեց Վալերի Օսիպյանին եւ Ռոբերտ Մելքոնյանին, եթե ճիշտ եմ հիշում, հնարավոր է առաջիկայում այլ մեղադրյալներ եւս ներգրավեն այս գործով, կան անձինք, որոնց հարցաքննությունները դեպի այդ սցենարն են տանում եւ ի վերջո իրավապահները այդ հավաքները ցրելու եւ այլն այդ գործողությունների համատեքստում փաստորեն սա այստեղ տեսան հանցագործություն։ Այդ նույն տրամաբանությամբ բազմաթիվ ակցիաներ են եղել 18-ից հետո էլ։ Այնտեղ ոչ մի մեղադրանք չկա, այդ թվում նաեւ սրբազան շարժման հավաքը, որ տեղի ունեցավ վերջինը նաև միջադեպ գրանցվեց Բաղրամյան եւ Դեմիրճյան կոմիտեում, խաչմերուկներում, սրանք արդյոք տարբերակված մոտեցման օրինակ չի, որ մի դեպքում էսպես։ Որ դեպքում ենք ունեցել խոշտանգում եւ զոհեր ձեր նշած։ Զարյա 3 որ կիրառվեց 24 Ես իմ ասածը նրանում է, որ մենք ունենք տարբեր դեպքեր եւ տարբեր դեպքերով տարբեր իրավական գնահատականներ։ Այդ թվում նաեւ վարույթներով անցնող անձանց նկատմամբ երբ որ քերական հետապնդումներ են նախաձեռնում, դրանցում գնահատում է ապացույցների համակցությունը, եթե ունենք համակցություն, ապա քերական հետապնդումների են գնում։ Եվ անցնելով ձեր մյուս հարցին, թե այո, արդյոք կունենանք նոր մեղադրյալներ, այո, առաջիկայում մենք կունենանք նոր մեղադրյալներ, որի մասին հանրությունը կիրազեկի։ Պարոն Հապետյան, ներողություն։ Ես կոնկրետ չասեմ որ դրվագով, բայց կունենանք մեղադրյալներ։ Պարոն Հապետյան, ներողություն։ Հարցը խնդրում եմ։ Կա արդյոք գործ, որը օրինակ առնչվում է Գարեգին երկրորդին, ունեցվածքին կամ Հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ չկա։ Ստեսություն ձեր շնորհակալ։